Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները չպետք է շփոթել քրեական պատասխանատվությունից եւ պատժից ազատելու հիմքերի հետ։ Վերջինի դեպքում անձը իրոք կատարում է հանցագործություն, նրա արարքում առկային հանցակազմի բոլոր տարրերը, սակայն քրեական օրենքով նախատեսված որոշակի պայմանների դեպքում ազատվում է քրեական պատասխանատվությունից եւ պատժից։ Օրինակ, վաղեմիության ժամկետներն անցնելու կամ գործոն զղջալու կամ տուժողի հաշտության դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Իսկ քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքների դեպքում անձը առհասարակ չի ենթարկվում քրեական պատասխանատվության, թեև իր արարքում արտաքնապես առկային քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքի հատկանիշներ։ Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքներից են օրինակ ծայրահեղ անհրաժեշտությունը, անհրաժեշտ պաշտպանությունը, հակաիրավական ոտնձգություն կատարած անձին վնաս պատճառելը, սպորտային ռիսկը, անմեղսունակությունը, առանց մեղքի վնաս պատճառելը եւ այլն։ Օրինակ, հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու պարագայում օրենքը խրախուսում է նշված վարքագիծը, քանի որ անձը որոշակի չափով աջակցում է իրավապահ մարմիններին։ Ինքնապաշտպանությունը իրենից ներկայացում է անհրաժեշտ պաշտպանության, կարելի ասել, տարատեսակ, քանի որ ինքնապաշտպանություն տերմինը ավելի տարածված է հասարակության շրջանում, սակայն դա հանդիսանում է անհրաժեշտ պաշտպանության անբաժանելի մասը, քանի որ քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով արարք կատարել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, այսինքն իր կամ այլ անձի կյանքի, առողջության, իրավունքների, ազատությունների, օրինական շահերի կամ հասարակության եւ պետության օրինական շահերի դեմ ուղղված ոտնձգությունից պաշտպանվել է ոտնձգություն կատարած անձին վնաս պատճառելու միջոցով, եթե իհարկե թույլ չի տվել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։ Տվյալ իրավիճակում կարելի է տարանջատել անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության երկու պայման, որոնցից մեկը վերաբերվում է ոտնձգությանը, մյուսը պաշտպանությանը։ Անհրաժեշտ պաշտպանության դեպքում վնասը պատճառվում է անմիջապես ոտնձգություն կատարողին եւ նշված ոտնձգությունը պետք է լինի պարտադիր հակաիրավական, այսինքն հանցավոր նախատեսված լինի քրեական օրենսգրքով։ Իսկ նշված ոտնձգությունը չի կարող պարզապես լինի պատահական կամ ցանկացած բնույթի, այն պետք է լինի առկա, լինի այս պահին ընթացող եւ շարունակվող, միաժամանակ կարող է լինել իրական սպառնալիք։ Քրեական օրենքը անձի կողմից իրական սպառնալիքի առկայությամբ անհրաժեշտ պաշտպանությունը նախատեսել է այն պատճառով, որովհետև անձը պետք է կարողանա պաշտպանվել մինչև սպառնալիքի, մինչև իրական ոտնձգության վրա հասնելը, այսինքն չպետք է սպասի մինչև ոտնձգությունը լինի, իրեն որևէ վնաս պատճառի կամ օրինակ կարող է այդ ոտնձգությունը կյանքին ուղղված լինել եւ այդ իրավիճակում եթե սպասի մինչև դա վրա հասնի, կարող է արդեն ուշ լինել։ Այդ իսկ պատճառով օրենքը նախատեսում է նաեւ իրական սպառնալիքի առկայությունը, բայց նման սպառնալիքը չպետք է լինի պատահական կամ չպետք է լինի ուղղակի տուժողի երևակայության արդյունք, այլ պետք է օբյեկտիվ իրականության մեջ լինի իրական վնաս պատճառելու ազդակ։ Անդրադառնալով ինքնապաշտպանությանը, կարելի ավելացնել այն հանգամանքը, որ անհրաժեշտ պաշտպանության դեպքում պարտադիր չի, որ պաշտպանությունը լինի կոնկրետ պաշտպանվողի անձի կամ շահերի պաշտպանության նպատակով, այսինքն դու կարող ես պաշտպանել այլոց շահերը, ընդ որում պարտադիր չէ, որ տուժողը դիմի օգնության, այսինքն նման պաշտպանությունը կարող է լինել սեփական նախաձեռնությամբ։ Անհրաժեշտ պաշտպանության իրավունքը անձին է պատկանում անկախ իրադրությունից, այսինքն անկախ նրանից, թե անձը կարող է խուսափել նման իրադրությունից, դիմել իրավապահ մարմիններին կամ փախուստի դիմել։ Իսկ պաշտպանությունը պետք է համարժեք լինի ոտնձգությանը, եթե պաշտպանությունը ավելի ծանր հետևանքներ է առաջացնում, ապա կարող է դիտվել նաև անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։ Ոտնձգությունը եւ դրա պաշտպանությունը պետք է լինեն համարժեք։ Ամեն դեպքում հաշվի են առնվում ոտնձգության իրադրությունը, պայմանները, եղանակը, ոտնձգողի ֆիզիկական եւ տուժողի, այսինքն պաշտպանվողի ֆիզիկական հմտությունները, ինչպես նաեւ նրանց քանակը, այսինքն քանիսն են ոտնձգողները եւ քանիսն են դրա պաշտպանություն իրականացնող անձինք։ Ինչպես նշեցի, անհրաժեշտ պաշտպանության դեպքում պաշտպանվող անձը վնաս է պատճառում անմիջապես ոտնձգություն կատարած հակաիրավական արարք կատարած անձին, ի տարբերություն ծայրահեղ անհրաժեշտության։ Նման հիմքի դեպքում անձը ունի երկընտրելի տարբերակ վնաս պատճառել այս կամ այն օբյեկտին։ Տվյալ իրավիճակում պաշտպանվող անձը պետք է ընտրություն կատարի երկու օբյեկտներից ավելի նվազ կարևոր օբյեկտին վնաս պատճառելու համար, այսինքն եթե իր առջև կան երկու տարբերակ, որն է ավելի նախընտրելի, ապա պետք է վնաս պատճառի ավելի նվազ արժեք ունեցող օբյեկտին։ Տվյալ իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անձը վնաս է պատճառում ոչ թե ոտնձգություն հակաիրավական արարք կատարած անձին, այլ երրորդ անձին կամ երրորդ օբյեկտին։ Եվ միաժամանակ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, եթե
սպառնացող վնասից ավելի ծանր կամ հավասար վնաս է պատճառում, որը օբյեկտիվորեն չի բխում ոտնձգության տեսակից, վտանգավորության աստիճանից եւ ստեղծված իրադրությունից, ապա այս դեպքում գործ ունենք դայրեղանարժության համանազանցման հետ։ Կանխված վնասից հավասար կամ ավելի ծանր վնաս պատճառելու դեպքերին է վերաբերվում նաև մեկ բացառություն, այսինքն եթե անձի կյանքին կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքին ուղղված ոտնձգություն է, ապա տվյալ իրավիճակում, եթե պատասխանը, այսինքն պաշտպանությունը վնաս պատճառի պաշտպանվող ավելի հավասար կամ ավելի ծանր շահերի, ապա տվյալ իրադրությունում ծայրահեղանարժության համանազանցում տեղի չի ունենում, սակայն միաժամանակ տվյալ իրադրությունը չի վերաբերվում օրինակ այն անձանց, ովքեր նշված հանգամանքներում հայտնվել են իրենց ծառայողական պարտականություններից ելնելով, օրինակ բժիշկը, հրշեջ ծառայողը կամ ոստիկանության աշխատակիցը։ Սակայն այս դրույթը չի վերաբերվում այն անձանց, որոնց մասնագիտական պարտականությունների մեջ է մտնում նշված շահերի պաշտպանությունը, օրինակ բժիշկ, ոստիկան կամ հրշեջ ծառայող, ովքեր որ պարտավոր են իրենց գործողությունների կատարել սահմանված կարգով եւ որևէ առավելություն չեն կարող դնել տվյալ իրավիճակում իրենց ազգականի կամ մերձավորի միջև։ Թեև անհրաժեշտ պաշտպանությունը հանդիսանում է քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ նման իրավիճակի պարագայում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Երբեմն, երբ թվում է, թե առկա է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակ, պաշտպանությունը դրսևորվում է այնպիսի գործողություններով, որոնց դեպքում ստեղծվում է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում։ Տվյալ դեպքում անձը ենթակա է քրեական պատասխանատվության, սակայն անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը պետք է դրսևորվի դիտավորությամբ, որի դեպքում անձը կարող է ենթարկվել պատասխանատվության, սակայն անզգուշությամբ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումը իրենից գրողորեն պատժելի արարք չի ներկայացնում։ Միաժամանակ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե նման արարքը սահմանված է քրեական օրենսգրքի հատուկ մասով, օրինակ քրեական օրենսգրքով նախատեսված է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանություն կամ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ անձի առողջությանը ծանր կամ միջին մարմնական վնասված պատճառելը։ Անհրաժեշտ պաշտպանությունը սադրելու դեպքում այն անձը, ով որ սադրել է նման իրավիճակը, ենթարկվում է քրեական պատասխանատվության։